Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Օրեր առաջ ես ձեզ ներկայացրեցի մի վերլուծություն, որը վերնագրված էր Անդունդի եզրին գտնվող ժողովուրդ, որտեղ ես փորձեցի շատ սեղմ ներկայացնել մեր իրականությունը, իշխանությունների պատկերը ներկայացրեցի, թե ինչպիսի որակի մարդկանցով է այն լցված, ժողովրդի պատկերը ներկայացրեցի եւ խոստացա, որ հետո կշարունակենք։ Ես իմ խոստումի տերն եմ, հետո կշարունակենք։ Տեղի ունեցան Գյումրիում իրադարձություններ այսօր, դա հաճ անկեղծ ասած ինձ համար զարմանալի չէր, քանի որ երբ որ իրականությունը հնարավորին չափ շատ ճանաչում ես, գիտես ինչ ուժեր են խառնված այստեղ, ինչ շահեր, քեզ համար ենթադրելի է, թե ինչ է լինելու։ Զայրանում ես, բայց չես զարմանում։ Մենք այս ամենի հիմքը վաղուց ենք դրել։ Ես հիշում եմ, այսօրվա իրադարձություններին հետևելով, ես հիշեցի, որ 2003 թվականին երբ վարում էի ճանապարհ հաղորդաշարը, ահազանգում էի ու ահազանգում, ասում էի, հարգելի լիներես, այս պետությունը, որ մենք ստեղծել ենք, իշխանության առաջի դեմքը բռնող կառույց չկա, զսպող կառույց չկա, ինչ ուզենա կանի, ասում էի։ Հիմա ասում եմ, այս մարդիկ չեն ուզում ինչ-որ բաներ անել այն ժամանակ, բայց չի բացառվում, որ մի օր գա իշխանության գլուխ մարդ, որը ինքը ինչ-որ մի քիչ շեղումներ ունենա կամ ինչ-որ ուրիշների նպատակներ ունենա եւ ինչ ուզենա անի, ձեռքը բռնող չի լինի։ Դժբախտաբար այդ ահազանգերս լսող չեղավ եւ մենք այսօր եկանք հասանք մի իրավիճակի, երբ որ դրսի ուժը վերցրել եւ իշխանությունը եւ ինչ-որ մարդիկ բերել, որ իրենց ուզած անում են, ինչ ուզում են անում են։ Սա մեր բոլորի մեղքն է նաեւ ու թերացումը։ Ու նաեւ մի դրվագ հիշեցի ես 1995 թվականին էր ազգային ժողովի ընտրություններ պիտի լինեին, կուսակցությունները, որոնք պատրաստում էին մասնակցելու ծրագրեր էին ներկայացնում, ծրագրեր մշակում էին նաև իշխանությունները։ Եվ ես այն ժամանակ իշխանության իշխող կուսակցության թերթի գլխավոր խմբագիրն էր, լավ հիշում եմ, մի քանի անգամ մասնակից եմ եղել բախումների իշխանության ներսում, երբ որ կար Էդուարդ Եգորյան պետաիրավական հանձնաժողովի նախագահ ազգային ժողովի, ինքը պնդում էր, որ եկեք համապետական ոստիկանություն չստեղծենք, դա լինելու է մոնստր, դա լինելու է մահակ հետագա իշխանությունների ձեռքին, որ ճաշեն ինչ ուզենան անեն։ Եվ ասում է թողեք ոստիկանությունը լինի մունիցիպալիտետային, այսինքն ամեն քաղաք իր ներքո կարգ ու կանոնը վերահսկելու համար ունենա իր ոստիկանությունը, որը կենթարկվի քաղաքային իշխանությանը։ Եվ ասում էր, այդ դեպքում իշխանությունները հանրապետական չեն կարողանա հավաքել եւ ինչ-որ ճաշումներ գործադրել։ Նրան հակադրվում էին գլխավորապես Վանո Սիրադեղյան, ով այդ ժամանակ ներքին գործերի նախարարն էր, հաջողեցրին հաղթեց։ Վանո Սիրադեղյանի գիծը անցավ, այդ մոնստրը ստեղծվեց, այդ մոնստրը հետո հնկավ հենց Վանո Սիրադեղյանի հետևից, եւ այդ մոնստրը, այդ մահակը հիմա էլ իջնում է պետության գլխին սպառնալով ոչնչացնել այն։ Եվ ի՞նչն է հետաքրքիր, ոստիկանական համազգեստ կրող մարդիկ ճանասիրաբար կատարում են ցանկացած հրաման իշխանությունների ու այս դեպքում չեն գիտակցում, որ իրենք նպաստում են իրենց իսկ ոչնչացմանը, իրենց զավակների ոչնչացմանը, որովհետև եթե այն ինչ-որ ծրագրած է Հայաստանի հետ կապված, իրենք էլ ճանադրաբար անում են, մեզ հետ, ինձ հետ, ձեզ հետ միասին նաև իրենց է վերացնելու։ Սա է իրականությունը, սա է մեր պրոբլեմը։ Մենք հիմա գտնվում ենք այսպես անզոր վիճակում, բայց հարցը այն է, որ եթե մենք ուզենայինք այսպես անզոր չէինք լինի։ Եվ այս թեմայով հետաքրքիր դիտարկումներ կներկայացնի Էդուարդ Մանվելյանը, գրող, հետաքրքիր ուշագրավ հետազոտություններ կատարած անձնավորություն, որի հետ զրուցում էր, ինքը ասում էր, մեր անզորությունը մենք ուրիշներին զորացրել ենք, դրա համար այսպես պատճառը դա է, որ հիմա անզոր ենք։ Հիմա ողջունելով պարոն Մանվելյանին, mən խնդրեմ ինչով եք հիմնավորում, որ մենք ուրիշների զորացրել ենք, այդքան կան գոնե, որ զորացրել ենք։ Խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Խնդիրը տեսեք մեր քիչ իմանալուց է գալիս, գիտելիքի պակասից է գալիս, գիտելիքի պակաս ինչ առումով, հա մենք գուցե քվանտային ֆիզիկայի կամ չգիտեմ կիբեռնետիկայի ոլորտում հասել ենք ինչ հաջողությունների, բայց մեր տոհմածառի մասին ոչինչ չգիտենք։ Մենք չգիտենք մեր արմատների մասին։ Ու ամեն անգամ, երբ որ փորձում ես ինչ-որ մի նոր անուն առաջ բերել, հա,
Անընդհատ այդ մահակը, որ քիչ առաջ ներկայացրեցիք ոստիկանության, այդ մահակը միայն ոստիկանությունը չի։ Հասարակական կարծիքի մեջ է կա։ Այդ մահակը ընդհանուր, այսպես հասարակության մի կարծրացած շերտի հավաքական կերպարն է, որ բացարձակ տեղյակ չեն որևէ բանից եւ չեն էլ ուզում տեղյակ լինել։ Մարդիկ, որ առաջնորդվում են այսպիսի մի ներողություն բառի համար հիմար արտահայտություն կա ժողովրդի մեջ, բայց այդ ժողովուրդը դավանել է դա, որտեղ հաց այնտեղ կաց։ Ես ուրիշ ոչ մի ժողովրդի մեջ այդպիսի բան չեմ լսել։ Ես ոչ մի ժողովրդի մեջ չեմ լսել, ով էշ մենք փալան այսպիսի հիմար արտահայտություն։ Եվ մի կասենք դրանք ոչինչ չեն նշանակում, հա, բայց դավանությունները Դրանք մեր դաժան անցյալով են հիմնականով պայմանավորվում տխուր է երկի որ այդպես ես այդ համաձայն եմ։ Խոսքը զորություն ունի, Արծրուն ջան, խոսքը զորություն ունի, դավանությունը զորություն ունի։ Դու ծրագրում ես նաև քո ապագա։ Դու դավանում ես դա։ Եթե դու մի անգամ ասենք քո պապերից լսում ես դա, պապերից փոխանցվում է, չգիտեմ, ծնողներին, ծնողներից թորները ասում են, պապս ասում էր, տատս ասում էր, այսպես։ Ծառայել այդ վիճակում կլինի։ Հա, հասկանում ես, մեկ էլ տեսնում ես արդեն կամաց ենթագիտակցորեն ապրում են, այսինքն փիլիսոփայություն է դառնում կյանքի փիլիսոփայություն։ Կողքի հարևանները ինչ վիճակում են, կարևոր չի, մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ։ Հետո բացում ես ասում ես ժողովուրդ, դուք բոլորդ բողոքում եք մեր անզորությունից եւ այդ անզորության մեջ անպայման մեղադրում եք կառույցներին կամ անհատներին, դա կարևոր չի։ 3+1 ֆորմատով 5+նոր, չգիտեմ այսպես, եթե վերցնենք, հա, նախկիններ այսպես էին, չգիտեմ, ներկաներ այսպես էին, ինձ թվում է մի 500 տարի, եթե մենք մի խելացի ագրավ կարողանայինք պահել, որ հետո մարգարեություն աներ, այդ ագրավը 500 տարի հետո կասեր, որ հայերը դեռևս հին ու նոր են խաղում։ Կամ սրանից 500 տարի առաջ գուցե ասենք մեկը կասեր, որ հայերը դեռևս հին ու նոր են խաղում, ին թագավորը գնաց, նորը եկավ, ինչ անենք նորի հետ, չէ, նորը թող մնա, որտեղ նորը գնաց, հինը կգա, հինի բերենք, չէ, նորը թող մնա, այսպես Ոնթատ պատտում են, ասում ես լավ։ Կներես ես մի հումոր էի սարքել, քաղաքական հումոր ագարավի փոխարեն, ասում են եկել է 2000, 3000, 20 քանի թիվը, ինչ որ գալիս են տեսնում են օպերայի ազատության հրապարակում ցույցը, մոտում են նույն բաները, ասում են լսի 1000 տարի առաջ էլ եք նույն բանն ասում, ինչ որ հիմա։ Դրանք են ներառել, լավ ասում եք չկարացիք նրանքի հարցը լուծեք էլ։ Այս սրա համար Արծրուն ջան, երբ որ մարդիկ կարդում են, չգիտեմ, ենթադրենք Իսահակյան, Ավետիք Իսահակյանին, հա Ես ձեզ ասում եմ կգա ոգուսով եւ դուք կաղցեք մարգար է։ Տեսել է ինչ է կատարվում։ Ավետիք Իսահակյանը ընդամենը 100 տարի առաջ ապրել։ Բայց Ավետիք Իսահակյանը բացարձակ մարգարի չի եղել։ Եվ ընդհանրապես մեր մեջ, մեր ժողովրդի մեջ պատմիչներն էլ եթե վերցնենք այսպես, հա, մարգարեներ ես չեմ տեսել։ Սա փաստում է ընդամենը մի բան, դու 500 տարի հետ գնաս, թե 1000 տարի հետ գնաս։ Դու կտեսնես, որ անդադ նույն արտահայտությունները կրկնվում են։ Իսահակյանից 100 տարի առաջ մեկն էլ է նույն բանը ասել, Իսահակյանը մտածել է տեսնու սա մարգարե է։ Ու որևէ մեկը չի մտածել ինչի համար 100, 200, 300, 500 տարի հետ են գնում, նույն արտահայտությունը անդադ կրկնվում է, մենք ասում ենք, այս մարդիկ մարգարեներ են, չեք մտածում, որ մենք ենք նույնը եղել բոլոր ժամանակներում։ Չեք մտածում, այս հասարակությունն էլ այսպեսին է եղել։ iPhone-ներ չեն եղել, սմարթֆոններ չեն եղել, Տեսլաներ չգիտեմ ինչեր չեն եղել, բայց հասարակությունը եղել է նույնը։ Մենտալիտետը չփոխվել է։ Սա ընտրության խնդիր է։ Հասկանում ես, այսինքն այն ինչին որ հայերը սովորաբար կոչում են հայի բախտ, մեծ հաշվով սա հայի ընտրություն էր։ Այդ ընտրությունը արդարացնելու, այսինքն ոչ թե արդարացնելու իրենց սեփական խիղճը կաշառելու համար, որ մենք այդտեղ մեղավոր չենք, մեղավոր էին հարևանները, մեղավոր էր մեր աշխարհագրական դիրքը, մեղավոր էր Ամերիկան, Ավստրիան, ասում են կարևորը մենք ենք ու Ավստրիան, չէ՞, մենք ենք մեր սերը։ Մեղավոր են բոլորը բացի մեզնից, եւ սա արդարացնելու համար ասում են սա հայի բախտն էր։ Բայց եթե դու բացում ես պատմությունը եւ գնում ես Բյուզանդիա քեզնից լավով պիտի ամեն ինչ իմանա, գնանք Բյուզանդիա, գանք, չգիտեմ, Աքեմենյան Պարսկաստան գնանք, արդյոք գիտես ինչեր է կատարվել։ Երբ որ պարսիկները Պարսկաստանը մտավ արաբական խալիֆայության լծի տակ, անհաշվելի թվեր գոյություն չունեն, ես չեմ էլ կարող թիվ ասել, որովհետեւ հանկարծ թվերը չխաղանք, հա։ Եթե չասեմ միլիոնավոր, գոնե 100,000 հայեր տեղում իսլամ ընդունեցին։ Ոչ բռնի,
Ոչ ծեծելով, ոչ ջարդելով, ոչ համոզելով, ուղղակի իսլամ ընդունեցին, որովհետև հանկարծ պարզվեց, որ այս տարածքն այլևս արդեն արաբական խալիֆայության դծի տակ է, այ բալան, մինչև այսքան տուն ու տեղը հավաքենք, այդանք ուր այդանք ինչ անենք, մեր համար ինչ տարբերություն։ Երեք քրիստոնյա ենք, այսօր էսենք ինչ է փոխում մեր կյանքում։ Մարդկանց կյանքում գուցե դա ոչ բոլորի մասին է խոսքը, բայց շատ-շատերի, օրինակ մենք Աբդուլլահյան եղբայրներ ունենք, հա, Թուրքիայում Միջազգային երեսել են, որ Թուրքիայում էլ են բավական այդպես երևելի հայկական տոհմեր ընդունել իսլամ եւ այնտեղ էլի շարունակել են դերակատարություն ունեն, այդ պահին զգացել են դա է։ Ես հիմա նորից թվերը դեպի չխաղանք, բայց Աբդուլլա եղբայրների, ասենք, օրինակն եմ ասում, այս մարդիկ համարվում են ֆոտոարվեստի հիմնադիրը Ստամբուլում, հա, նո ոչ միայն Ստամբուլում, այլ Թուրքիայում առաջին այդ մեծ ֆոտոստուդիան առան, հետո սկսեցին այդ իրենց աշխատանքը բավական մեծ համբավ ունեն, հետո երբ որ Համիդն ու ռուսները մի քիչ էսպես գշտվեցին, այս եղբայրները սկսեցին կողմեր որոշել, հա, որը կմնա Համիդը, որը կմնա, հետո երբ որ նորից արդեն Համիդն ու ռուսները նորից այսպես ասած բարիշեցին, երկու եղբայրներից միայն մեկը հրաժարվեց իսլամ ընդունելուց, միայն մեկը։ Փախավ Եվրոպայում իրեն կեղծանուն ընտրեցա, կարծեմ Գևորգներ եղբայրներից, անունից մայն կարող է ճիշտ չհիշեմ, բայց իմ գրքերից մեկում կա նրանց մասին։ Այդ կեղծանունով Օսմանյան կայսրությունը քննադատող հոդվածներ, մեկը շուտ մահացավ, այն մյուսը սիրահոժար ընտանիքով, երեխեքով իսլամն ընդունեց, մի հատ էլ էֆենդիի պաշտոն ստացավ, հա, ասում ես համաձայն եմ, իմ համար ինչ տարբերություն։ Չլինեմ այսինչան, լինեմ էֆենդի, օրինակ, տարբերություն չկա։ Եվ այս ամեն ինչի վերջը դրվեց արդեն 24-25 թվականներին, մի քիչ ավելի ուշ, երբ որ Քեմալը որոշեց, որ պիտի ազգանունների մասին օրենքներ ընդունեն, հա, գիտես թուրքերը ազգանուններ չունեն, այս ինչ փաշա, այս ինչ էֆենդի, այս ինչ։ Այստեղ արդեն ազգային պատկանելությունը դարձավ խիստ կարևոր դավանություն, կամ պիտի դավանես, կամ պիտի հրաժարվես, որովհետև քեզ պիտի ազգանուն տրվի, քեզ ոչ մեկ չէր ասելու այս ինչան, այս ինչ։ Դու պիտի ազգանուն ընտրեիր, հա, օրինակ մեր Մարթայան Հակոբը դարձավ Հակոբ Դիլաչար, հեսա Մուստաֆա Քեմալի առաջարկով։ Հիմա եթե Թուրքիայի Օսմանյան կայսրության պատմությանը նայենք 1300 թվականներից, չէ՞, կարծեմ 1300-ականների սկզբին էր, որ Օսման ցեղապետը որոշեց, որ այստեղ պիտի իմ կայսրությունը կառուցեմ։ Հույներ, ասորիներ, հայեր, ժամանակակից Թուրքիայի բնակչության այսօրվա ողջերին, եթե մենք գենետիկ անալիզի ենթարկենք, դրանց 90%-ը կամ հույն են լինելու, կամ ասորի, կամ հայեր։ Այս կներես, այս մի հոգի կա, ուզբեկ թե տաջիկ էր մեզ պաշտպանող հոդվածներ է գրում, եւ ասում է, որ դուք ասում եք թուրք ենք, ասում է թուրքի ես եմ, նեղաճ քիչ որ մի տեսակ, ասում է թուրքի իսկական ես եմ, դե նրանք խառնվեցին, խառնուր թե ինչ որ մի դեմ կա, որ թուրք չի արդեն էլի։ Քոչվոր ցեղեր, ասենք այսպես, այնպես, Օսմանն էլ ինքն էլ, բայց վարպետներ, արհեստավորներ, չգիտեմ այսպես, ասորիները շատ էին, հույները շատ էին, հայերը շատ էին, ես էլի թվերի հետ չեմ խաղալու, թվեր չեմ կարող ասել, որներ ավելի շատ, հայերը հույները կարելի ասել նույն դերակատարություն ունեցան Օսմանյան կայսրության զարգացման գործում, սա զորության եւ անզորության։ Դրանք քոչվոր էին, նրանք էլ հին ժողովուրդներ, քաղաքներ ունեցած, քաղաքացիություններ կառուցած, պարզ է ինչ որ հմտություններ ունեին։ Քաղաք կառավարելու կառուցել խանդավառություն կոչվածը, որ այն ժողովուրդը պաթոս է ասում, հա, այդ խանդավառությունը դնենք մի կողմ եւ խոսենք փաստերով։ Ես ինքս գոնե 4 գրքերում իմ YouTube-ի իմ ալիքում հաղորդումների մեջ կամ չգիտեմ սոցցանցերում, եթե մի փոքրիկ հոդված էլ պիտի գրեմ, պարտադիր փորձում եմ գոնե 3-4 նախադասությամբ ուղղություն տալ ժողովրդին, որ այս ամեն ինչը պաթոսի համար չի արվում։ Մերիք եղավ գորակ մենք։ Ձեզնից վերև մարդիկ կան։ Դան չասի։ Կան։ Ամենամատության համար է ասում, նրանք ինչ որ դիապաններ էին եկել են, այստեղ մարդիկ էլ հազարավոր տարիներ քաղաք կառուցած արհեստներ կիմանային, էլի։ Արհեստներ գիտեին, հայերը լավագույն վարպետներ են, հույներն էլ էին լավագույն վարպետներ։ Ես նկատի ունեմ, եթե չգիտեմ գերմանացիները հանկարծ սկսեն բարձր խոսել իրենց ունեցածի մասին, ինչ փիլիսոփաներ են տվել, ինչեր են տվել կամ իտալացիները, ես նկարիչների նրանց։ Ոչ ասի, բայց 1300 թվականին մեզ չէին համեմատվի հույների հայերի։ Բաց ոչ մեկի չէին համեմատում։ Ես դրա համար եմ ասում, այդ ժամանակներում հայերը եւ հույները հնագույն քաղաքակրթության
երկու կրողներն էին հնագույն քաղաքակրթության նույնը եւ ասորիները, բայց ասորիները այդ քաղաքակրթությունը կորցրել էին։ Մի քիչ հետ մոռացել են։ Ասորիները արդեն այսպես տանդուլ տվեցին իրենց ունեցածը, հույները եւ հայերը բոլոր ժամանակներում կանգնած են մարդկության քաղաքակրթության սկզբնավորման սկզբնաղբյուրներում։ Մեկ էլ ադրբեջանցիներ։ Հիմա տեսեք, մեր օրերում ես շատ հասկանալի լինելու համար համացուն անեմ 3 խոսել եմ գրքից ընդհանրապես նկարագիր եմ բերում որովհետեւ շուրթին ասենք մի քանի օրը մեկ բացատրեմ ինչի մասն են գրքերը որովհետեւ անդադար մարդիկ են գալիս տեղյակ չեն ինչ գրքերի մասն է խոսքը բացատրեմ ինչի մասին է ինչ որ մի կերպար եմ վերցնում նրան նկարագրում եմ գրքից հատվածներ չեմ դնում գրքից հոդվածներ չեմ դնում գիրքը մնում է գիրք ընդհանրապես նկարագրում եմ այսպես կինոյի լեզվով ասած սինոպսիսն եմ գրում տալիս բացատրում եմ որ 11 տարեկան մի երեխա, որ այսպես չարաճճի հոր հետ հաշ չէին ապրում, հերը այսպես թատրոնի մարդ, դերասան մարդ, հա, այս երեխան ընդհանրապես բանվոր էր աշխատում, հոր թատրոնում, բայց հասցրել էր ինչ-որ մի ախմախ ինչ-որ մի ֆիլմում ինչ-որ կարճ դեր էին տվել, որովհետև հերը թատրոնի դերասան էր, չգիտեմ, մի քանի վայրկյանից դեր էին տվել, այս երեխան սկսել էր կինոյին։ Դուր եկել է շատ։ Հա։ Բայց որովհետև Հնդկաստանում չկային դերասանական դպրոցներ, այս մարդուհին էլ որոշել էր որ երեխան ծեզելով լինի, ինչ էլ լինի, պետք է թատրոնի դերասան դառնալ, մարդը ասում էր, այ բանամ, ես չեմ ուզում ձեր թատրոնը, ես կինո եմ ուզում։ Հետո լսեցին, որ Հնդկաստանում բացվում են դերասանական դպրոցներ, որոնցից առաջինը բացվեց Կալկաթայում։ Հետո Բոմբեյում բացվեց, թե չբացվեց, սա արդեն կարևոր չի։ Հետո Փեշավարում բացվեց, թե չբացվեց, սա կարևոր չի, Փեշավարը այս 11 տարեկան երեխայի ծննդավայրն էր։ Բայց հայրը որոշեց այս տղային տանել տալ դպրոցներից մեկը, որ դե ուզում թող գնա, մեկը շուտ է հիասթափվելու։ Հեսա կենցաղային լեզվով եմ պատմում, բայց հնդկական աղբյուրներից վերցված։ Այսինքն չի կարող դինել մի բան, որը ես չեմ տեսել, որը ես չեմ թարգմանել, որը ես չեմ գտել, որը ես չեմ համադրել ու հանկարծ նրանից գիրք եմ ստացել։ Այնա Հորինովիչի վերջը մի խելացի մարդ մեկը միտեղ կկարդա, չասենք մեկը կճանաչի, մեկը այստեղից, մեկը այդտեղից, կասեն ընկեր Մանվելյան, ու դու ասենք ես ինչի մասին է խոսքը։ Բայց 11 տարեկան երեխան դառնում է ռաճկապուր։ Հենց ինքը ինքն եւ ինքն էլ դառնում է ռաճկապուր։ Հիմա ամբողջ աշխարհում որտեղ ասես ռաճկապուր, այսքանից միջև այնքան գիտեն, առավել եւս մեր կանայք, որ սովետականության տարին են գիտես, հնդկական կինոյի համար խելագարվում են։ Ռաճկապուրը համարվում է հնդկական Չարլի Չապլինը։ Ասում են բոլոր ժամանակներ ամենատաղանդավոր դերասաններ։ Երեխա ժամանակ ես էլ եմ հմայվել։ Հա։ Եվրոպայում նրանք կոչվում են Գասպազին Բրադյագա, այսպես իր պերսոնաժի անունով, այսպես կոչվում են։ Այդ մարդը համաշխարհային հռչակ ունեցավ, լավ էլ դերասան դարձավ։ Հիմա չգիտեմ հոր այդ բարիշեցին, թե չէ կարևոր չի, բայց որևէ մեկը չխոսեց, չհարցրեց, այ պոլամետ ով էր այդ մարդը, որ բացեց այդ դերասանական դպրոցները։ Այդ ով էր այդ մարդը։ Ինչու այդ մարդու մասին չխոսեց։ Այդ մարդը մահացավ, կարծեմ 57 թվականին չքավորության մեջ, բոլորից մոռացված։ Երկու անգամ ամուսնացավ, երկու անգամն էլ անհաջող ստացվեց, բոլորից մոռացված։ Այս մարդ համարվում է իրանական կինոյի հիմնադիրը։ Իրանի կինոյի հիմնադիրը, Իրանում առաջին լիամետրաժ ֆիլմերի ռեժիսորն է։ Հետո երրորդ ֆիլմը որ նկարում է Շահիդուրը չի գալիս, շահ արտաքսում է, այս մարդն էլ ուր պիտի գնում է Հնդկաստան, բայց որովհետև տարերքը կինոն է, հա, այնտեղ բացում են դպրոցներ, հա, այսպես դերասանական աշակերտներ, մի 10 տարի հետո Հնդկաստանից որոշում է վերջապես Իրանը իր հայրենիքն է, այնտեղ է ծնվել այդ մարդը, վերադառնում է Իրան, բայց արդեն ոչ մեկ չի հիշում, ոչ մեկ այս մարդու հիշատակը մոռացվեց, այս մարդու հիշատակը գնաց։ Հիմա Հովհաննես Օհանյան, եկեք Google-ում սովորական այդ ինչ են ասում այդ ինտերնետներում բացենք, հա, գցենք Հովհաննես Օհանյան, то այն ժամանակակից այն խելացինով են, ինչ են ասում, ChatGPT են ասում, ինչ են ասում։ Մի հատ հարցրեք Հովհաննես Օհանյանն ով է, օրինակ, կասի։ Մի 150 հայ անուն կգտնելի, կասի, չգիտեմ, վերջապես երրորդ մասում մեկը տենց կա, օրինակ հիմար։ Բայց այս մարդու անուն հասկանը ոչինչ չի ասում ոչ մեկին։ Հիմա ես գրել եմ այս մարդու մասին, կարճ նկարագիր Facebook-ում։ Հազարավոր մարդիկ վայ շնորհակալ ենք, չգիտենք չենք լսել, նրանք ովքեր գրքերը կարդացել են արդեն տեղյակ են, կարդացել են Հովհաննես Օհանյանի մասին, մեկ էլ կհայտնվեն այդ հատուկ նշանակության ուժեր եմ ես դրանց ասում, հա, այդ քո ասած այդ մահակի ներկայացուցիչները։ Ես 17 տարի ապրել եմ Հնդկաստանում, ես կատարելապես տիրապետում եմ հինդի եւ ձեզ ասում եմ, որ ռաճկապուրը երբեք Կալկաթայում չի սովորել, ասում եմ տիկին։ Մենք խոսում ենք 100 տարվա վաղեմության մասին, նախ
մեզնից ոչ մեկը ռաշկապուրը չի մեծացել, հա, հետո կենսագրականները խիստ հակասական կարող են լինել։ Նույնիսկ եթե ռաշկապուրը դպրոցում սովորել է, թե չի սովորել, սա էլ կարևոր չի, ինչը հնդկական աղբյուրներն են ասում, հա, այստեղ կարևորը ոչ թե ռաշկապուրն էր, այլ Օհանյան Հովհաննեսը։ Անընդհատ ցածրացնեն, անընդհատ ստորացնեն, անընդհատ նվազեցնեն այդ շեմը, հա, որ դուք չեք հասկացել, որ մինչև այս մարդիկ կորցրած մարդիկ են, ասում եմ, այս սիրելի ժողովուրդ, ձեր մերձավոր հարևանները, որոնց հետ արդեն 30 եւ ավել տարիներ թշնամություն եք անում, մեծ եղբոր հետ էլ արդեն քանի 100 տարի եք թշնամություն անում։ Մտածել են, հորինել են, որ կարելի է կազմել ժամանակահին Ադրբեջանի քարտեզը։ Հնագույն Ադրբեջանի քարտեզ, ներողություն, միջնադարյան Ադրբեջանի քարտեզ։ Մարդիկ դրել են 100,000 դոլարներ են ծախսել։ Ես չգիտեմ այդ ինչ գեոլոկացիաներ ում հետ են խոսել, ինչ են արել, այդ ոնց են պայմանավորվել, մեզ sense գիրք են հանել միջնադարյան Ադրբեջանի քարտեզ։ Ուրախանում են, ազգով են ուրախանում։ Հիմա եթե մի ադրբեջանցի հանկարծ վերցնի ու իր կայքում իր էջում գրի, ժողովուրդ գիտեք, որ Սայաթ-Նովան մաքուր բաքվեցի է, պատմում եմ, որ իմ տատս է պատմել, որ իր բաժանաղը Սայաթ-Նովայի հետ մոտիկություն արել, ընկերներ եղել, բլոտ են խաղացել, նարդ են խաղացել, հա, ինքն ասել։ Ադրբեջանցիները բոլորը միասին էս ծափ կտանք ասեն հաստատ։ Ու մի 20-30 հոգի էլ վկայություն կտան, որ իրենց քերին էլ իրեն Այսինքն հորինված մի բան, այս մարդիկ ազգովի վեր են կենում, ասում են, ուկրաինացիները ներկայացնում են великий украинский художник Иван Айвазовский, великий украинский художник։ Որը մեկը չի ասում էլ այդ ուկրաինացիներից ընկեր հանուն արդարության ասենք այս մարդը լավ գոնե ասենք ազգության բայ, հա, великий украинский режиссер Сергей Параджанов, грузинский режиссер Сергей Параджанов, ասենք մեկն ասի, գիտես ինչ, վրացիները եւ ուկրաինացիները լիավ իրավունք ունեն Փարաջանովի մասին խոսելու եւ իրենց համար, որովհետեւ իրենք շատ են արել Փարաջանովի համար երկուսն էլ։ Բայց գոնե կարելի է նշել, չասենք այս մարդը ազգության բայ էր։ Մենք Փարաջանովի համար ինչ են կարելի, չեն կարելի, սա մի կողմ դնենք, որովհետեւ ոչինչ էլ չեն կարելի մեծ։ Վնաստվել են, ինչ է։ Հիմա խոսում է Սովհաննես Օհանյանի մասին, այսինքն քո տոհմածառից ինչ որ ճյուղ անուն, տոհմածառ դու տեսել ես, չէ՞, ասենք, գիտես ինչ ձև են կազմում, ես օրինակ առաջին անգամ երբ որ մեր գյուղում տեսա, Չավախքում, Դիլիֆում էր, օրեղբայրս էր կազմել այդ տոհմածառը, ինչքան հետաքրքիր էր։ Ժամերով կանգնել եմ ու պապայիս անուն եմ փնտրել այնտեղ, հետո պապիկիս անուն, հետո այսպես իջնում, հետո ինձ գտա օփադրել էր, այդպես կազմել էր շատ հետաքրքիր ու քեզ սկսում հետաքրել տեսնես ով էր պապիս օրինակ արտավազդ ես չեմ տեսել իրեն պապուս էր արդեն տեսնես այս մարդն ով էր տեսնես ինչ բնավորություն է տեսնես այս գենից միջև ստեղ ինչ է եկել այդ մարդը չի հետաքրքրում այսինքն նրանք հորինածը վերցրել են ազգովի ծափ են տալիս ես փաստա վավերագրությունը բերում եմ դնում եմ այս մարդկանց առջև հետն էլ գրում եմ շեշտում ասում ժողովուրդ ողջ տեղեկությունները համացանցերից եւ արխիվներից խիստ սկանդալային կարող են լինել ես որևէ պատասխանատվություն դրա համար չեմ կարող գրել եթե հորինած մի բան գտնեք հա օրինակ ասեմ որ Չերչիլը Քարինտակի գյուղից էր օրինակ Քարինտակից էր Չերչիլը Թրումանն էլ չգիտեմ Շուշից էր էլի կամ Ստեփանակերտի էր կարելի է ծիծաղել մարդուն ասենք ծաղրել նույնիսկ ասել ու դու ցինիկ չես բայց երբ որ դու բերում ես այդ ամբողջ փաստավավերագրությունը դնում ես ասում ես ժողովուրդ մենք Պարսկաստանում, միայն Պարսկաստանում մի ահռելի զորավոր ներուժ ենք ունեցել, որը թողել ենք, ոչ թե թողել ենք Պարսկաստանին, այլ հենց իրենցն էլ եղել է, այսինքն մերը չի եղել, որ տալ ենք թողել ենք ընդ այդ մարդիկ այնտեղ ծնվել են, այնտեղ կայացել են, այնտեղ օրինակ մեր Ալենուշ Տերյանը, կարդում ես Ալենուշ Տերյանի կենսագրությունը, մարդը այսպես ժամանակակից աստղագիտության հիմնադիրը կարելի ասել, հա ընդհանրապես իրան մայր են ասում, աստղագիտության մայր են ասում բանի Իրանի, հա կնոջ համար այդ տարիներին Արծրունջան դու գիտես Իրանի հետադիմական, այսպես ինչեր էր արվում, հա երբ որ ուզում է բարձրագույն կրթության գնալ Եվրոպա, հենց դասախոս իր տղամարդ, հա դասախոս ասում է լսի, դու որ համալսանում այստեղ Թեհրանում սովորում ես, դա քեզ արդեն շատ է։ Դա քեզ արդեն շատ է, էլի դրա մեջ ինչ ես քեզում տեղնես դե հանգիստ նստի տեղ այդ։ Ալենուշի հայրը ուրեմն ամբողջ այդ չգիտեմ ինչ լծակներ ա բանեցնում, ինչ փողեր ա ծախսում, որ աղջկան ուղարկի Ֆրանսիա։
Ֆրանսիացիները արդյոք տունը տալիս են։ Մի զորավոր թոշակ են նշանակում։ Որ թվականի դեպքեր է դա Էլասալասյանի համար։ Ես 1900 կեսեր թե։ Հա, էլ այդ կեսերին մոտավորապես էլի։ Տունը տալիս են, պրոֆեսորի կոչում են, շնորհում Ալենուշին, Սորբոնում։ Ու մի հատ էլ խնդրում են, աղաչում են, ասում են մնա էլի։ Հետ ես գնում գեղին չանես այնտեղ։ Թեհրան, Իրան, ասենք այդ սարսափելի շահը, ասենք այդ ահավոր վիճակներում, այդպես մարդու իրավունքների ոտնահարում, չգիտեմ ինչ էր, Ալենուշն ասում է, գիտեք, ինպես քանի կանայք եւ աղջիկներ ուզում են գիտության մեջ շուտ ներդրում ունենալ, բայց ես պիտի հետ գնամ ու պիտի պայքարեմ։ Այսինքն Ալենուշը կարար չէ մնար Ֆրանսիայում, կարար մնար Գերմանիայում, հետ եկավ Թեհրան։ Այնպես էլ չի, որ մի գիտես ինչ շքեղության մեջ մահացավ, ոչ, ծերանոցում մահացավ։ Ծերանոցում մահացավ ու կյանքի վերջին օրերին այստեղից մերոն գնացել էին Վիկտոր Համբարձումյանի անվան ինչ-որ շքանշան էին տվել, ասել են հիշում ենք, որ դու հայ ես, ցակում ու վայ ես, կամ Լիլիթ Տերյանը, ասենք, էլի աղքատության մեջ մահացավ, նա էլ քանդակագործության հիմնադիրն է։ Իսկ վերջին կանանցից, ում մասին ես խոսել եմ իմ 4-րդ գրքում, դու գիտես դա միայն կանայք էին, հա, 25 հայ կանայք 4-րդ գրքում, Մշոճակդագրի երգը։ Այս կնոջ անուն ազգանը շատ պատահաբար հայտնաբերեցի ու փորձեցի ինչ-որ կենսագրական ստանալ, ոչինչ չգտա։ Բացարձակ ոչ մի տեղեկություն չկա, ոչ մի լեզվով։ Հայրը մի երկու նախադասություն է գրած, չգիտեմ որտեղից են գտել այդ մարդիկ։ Կենսագրական ինքն էլ սխալ։ Ծնվել է ինչ թվին, այդ թվին չի ծնվել ինքը։ Այս ինչ տեղը դա էլ է սխալ։ Այդ Վիկիպեդիա կոչված է, չգիտեմ ով է այդտեղ գրել, այդ Վիկիպեդիան գիտես, ազատ տարած ով ինչ ուզի կմտնի գրի։ Շատ փնտրելուց հետո գիրք գտանք, էլեկտրոնային գիրք, պարսկերենով։ Պարսկերեն չիմանալով արդյոք մենք երկուսով ես ու մեր խմբագիրը մոտավորապես 2-3 շաբաթ փորձել ենք այդ գրքից թարգմանություններ անել ստանալու համար գոնե մոտավոր պատկերացում։ Հա, այնտեղ էլ թվեր ուրիշ են, դա գիտես, դառն ուրիշ է, ժամն ուրիշ է, անդադպիտի դնես համադրես, որ ճիշտ ամեն ինչ անես, շատ դժվար աշխատանք էր, էլի։ Հետո բառացի չես կարողանում հասկանալ ինչ են ուզել պարսիկներն ասել։ Բայց երբ որ պատկերը ստացանք, այդ կմախքը ստացանք, հետո սկսեցինք խմբագրել, ստացվեց մի կերպար, որի մասին ես ինքս արդեն խմբագրած տարբերակ, երբ որ հավաքում ենք արդեն ֆայլով, որ դիտայինք տպագրության, ես հասկացա, որ իմ աշկերը թրջվում է։ Պարսիկները նկարագրում են նույնիսկ շենքը եւ նույնիսկ քարերը, որ մնացել են մինչեւ այսօր Թեհրանում, այդ գիրքը սկսում է այսպես, ասենք, հիմա երբ որ դու գնում ես ինչ հասցեով, Թեհրանից ինչ հասցեով, այսպեսի մի շենք, այդ շենքը 100-200 տարվա պատմություն ունի, քարերը նույնն են, նույն փայտի դուռը բացում ես ներսում նույն կաղնին, կաղնուց են կողմ ինչ-որ փոքրիկ կարուսելներ, այսպես էծեւի այդ կերպ բացատրում են եւ շեշտում են, սա Բերսաբե Հովսեփյանի մանկապարտեզն է, առաջին մանկապարտեզները։ Առաջին մանկապարտեզը, որը Բերսաբեն հիմնեց ոչ միայն հայ երեխաների, այլև մահմեդական երեխաների համար։ Ու պարսիկները նկարագրում են, թե ինչ է տվել Բերսաբե Հովսեփյանի այդ մանկապարտեզը իրենց եւ Բերսաբեին համարում են ժամանակակից Պարսկաստանի ժամանակակից կրթության հիմնադիրներից, եթե ոչ հիմնադիր։ Որովհետև մենք այսքան որ ճճում ենք, այսքան որ խոսում ենք, բացատրում ենք, ասում ենք սիրելի ժողովուրդ, ընտանիքում երբ որ խոսում եք դաստիարակությունից, անիմաստ է ընտանիքում խոսել դաստիարակությունից, եթե ընտանիքի զույգը, ասինքն նրանք, ումից ծնվել այդ երեխան, չեն անցել այն դաստիարակությունը, որի մասին խոսում ենք, ինչ պիտի դաստիարակենք։ Դες տեսնել եք, ձեզ ընտորինակ են։ Այստեղ ոչ թե որևէ մեկին նեղացնելու մասին է խոսքը, այլ եթե դու ուզում ես ճիշտ կրթական համակարգ դնել, այդ ճիշտ կրթական համակարգը դրվում է մանկապարտեզում։ Մանկապարտեզում սովորեցնում ես, ինչ ես կարծում, ինչ պիտի սովորեցնել առաջին, ինչպես ճապոնացիներն են անում։ Ես մի քանի տեսանյութեր նայել եմ, օգնել են մյուսին, հասնել են մյուսին։ Նույնիսկ մենք մի խաղ ունեինք, երեխա ժամանակ էլ խաղում էինք 9-10 հոգի, պատտվում ենք, անջատվում էր, մեկը ջարդվելով, մեկը դուրս է մնում, իսկ իրենք
մտածում են ինչպես անեն 10-րդին տեղավորեն, հետո աթոռը հանում են, հետո ինչպես տեղավորվենք, որ ոչ մեկը խնդրեմ չունի։ Ես էլ եմ հիշում հասարակական հարաբերություններ են սովորեցնում։ Ես էլ եմ հիշում այդ խաղը, մենք աղջիկների հետ էինք խաղում ու այսպեսի մի ապուշ պայման կար, ով կրվում էր պիտի մեկին պատճեր։ Աղջիկներն էլ կարմրում էին, ամաչում էին, մենք էլ էինք կարմրում, այսպես մի ախմախ ապուշ խաղ, ոչ մեկ չգիտեր այդ խաղը որտեղից է եկել։ Ճապոնացիները մանկապարտեզում սովորեցնում են երեխաներին միմյանց զիջել։ Այդ էլ իրար օգնել իրար հասնել, հա։ Օգնությունը իրենք չգիտեն ինչ բան, իրենք չգիտեն դեռ օգնությունը։ Երբ դու նոր մտել ես մանկապարտեզ, սկզբում սովորեցնում են զիջել։ Այսինքն դնում են երկու աթոռ, նստում են երկուսով, ներս է մտնում երրորդ մարդը։ Իմ ասենք մեկը մտավ ներս, երկու աթոռով ես ու դու նստած ենք, այդ երրորդը աթոռ չունի։ Հիմա դու պիտի նայես իմ երեսին, ես պիտի նայեմ քո երեսին, այլ Արծրուն, ինչի ես ելեմ, թող Արծրունը վեր կենա էլի։ Աթոռները կմիացնեն, որ երեքով նստեն։ Օրինակ եմ ար, սովորեցնում ես զիջել, ինչ է տալիս զիջել Արծրուն։ Երբ որ դու մարդուն սովորեցնում ես զիջել, երեխաներին շփտում է։ Սա կոմունիկացիայի առաջին պայմանն է։ Անուն են ոչ թե ես չորակ։ Այսինքն այս ամեն ինչի արդյունքում ձևավորվում է միմյանց լսելու արվեստ։ Ամենամեծ արվեստը, որ գոյություն ունի աշխարհի երեսին, հիմա մենք պիտի ասենք, օ, Վան Գոգ, Դալին, հա, իհարկե սա շքեղ ասենք այդ ոչ ոք չի խոսում հանճարների մասին, բայց ամենամեծ արվեստը, որ երբևէ գոյություն ունեցել է աշխարհի երեսին, դա մարդ շփումն է։ Սա կոչվում է դաստիարակություն, այսինքն ինչպես ձևավորել կոմունիկացիան, ինչպես ձևավորել այդ մեխանիզմը, որպեսզի երեխաները կարողանան մտերմիկ շփվել իրար։ Սա պիտի սկսվի զիջելուց։ Եթե դու մարդուն չզիջես, հնարավոր է ցանկություն էլ չառաջանա, ուղղակի սիմպաթիա չկա, դուրս չի գալի, չենք խոսում։ Այս ամեն ինչ հետո գնում են դպրոց։ Ճապոնիայի դպրոցներում Արծրուն հավաքարարներ չկան։ Երեխաները պարտավորում են իրենք անել։ Ճապոնիայում չունեն ուսուցչի միջազգային օր, չունեն այդ մարդիկ։ Այսինքն ուսուցիչն այդ մարդկանց համար գերագույն գլխավոր հրամանատարից 120 անգամ էլ բարձր է իր բանով, ասենք, եւ հեղինակությամբ եւ չգիտեմ ինչով, աշխատավարձով չգիտեմ, բայց գիտեմ, որ բարձր աշխատավարձ են ստանում։ Հիմա ինչ են այս մարդիկ այս ամեն ինչը։ Գուցե մեր հանդիպումներից մեկի ժամանակ եմ պատմել համացանցում կարդացի Ռուսաստանից մի հոգի ուսուցիչ գնում է Ճապոնիա, այդպես ուսուցիչների սիմպոզիում, ասենք, հավաք, ասենք, արցկանաշան են ունենում դրանք հավաքի ուսուցչի։ Եվ ասում մտանք մետրո, լիքն է, մի 80 տարեկան պապիկ ասում, մի կերպ չարչարվելով վեր կացավ, որ ես նստեմ։ Զարմացել է Ճապոն իր ուղեկցին ասում, իրան ասավ, որ բարել է, ոնց կլի դու 80 տարեկան ասում ինձ ինչ նշանակում, ասում քո նշանը տեսել է, որ դու ուսուցիչ ես, դու պատվի արժանի ես, դու պիտի հարգվես այստեղ, դաժե 80 զառայման ծերունին է հարգում, այդ աստիճան դրված է, նշանակեսա վերջ։ Հիմա եթե այս ամեն ինչը բերենք համադրենք այդ զորության եւ այո, ուրիշին զորացրել ենք, մենք Բերսաբեն տեսեք ինչ արեց Պարսկաստանի Մարլիլի Տերյան, Ալենուշ Տերյան, ես չգիտեմ, շատ մարդիկ այսպես հիմա անուններ չտանք։ Նույնն էս մարդիկ այլ են Օսմանյան կայսրության համար։ Երբ որ առաջին անգամ հնչակները Գումգափույում բան կազմակերպեցին, հա, այդ Գումգափու թաղամասում, երբ որ ցույցեր կազմակերպեցին բանի դեմ, Սուլթան Համիդի դեմ, սա մինչև Ամիդյան ջարդերը, հա, գիտես Գումգափույի դեպքերը, Համիդն այդ ժամանակ առաջարկեց, ասեց ձեր միջից 2-3 մարդ ընտրեք։ Եկեք դարպասները բացեմ։ Տեսնեմ ինչ եք ուզում, հա։ Չէ, մտնենք սուլթանական պալատ, հաշվենք վեզիրներից սկսած, հաշվենք թուրքերին, հաշվենք հույներին եւ հաշվենք հայերին։ Հաշվենք հայերին, ինչ եք ուզում ինձ տղերք։ Տեսեք, ես հալածում եմ թե չէ, հա։ Այդպես էր ներկայացնում էլի, որովհետեւ բարձրագույն պաշտոններում նույնիսկ այդ գշտությունների ժամանակ, նույնիսկ ջարդերի ժամանակ արդեն երբ որ Համիդը դուրս եկավ այդ ափերից արդեն սկսեց կոտորել ժողովրդին, նրա այդ գանձապետարանը մեկը մեկի հետևից տնօրինում էին 3 հայեր, 3-ի մասն էլ ես իմ 3-րդ գրքում խոսել եմ։ Մեկը մերտում էր մեկին էր, մեկ Էշորտն ասում են, այ տղա, դու այս մարդկանց կոտորում ես, այդ մարդկանց հետ կարևոր ես ուրիշ ոչ մեկի չեմ վստահում։ Չեմ վստահում։ Այս հայերն սուփուս հանգիստ գնում են այնտեղ, հա։ Մենք Գաբրիել Նորատունկյան ունեինք, գիտես, լսել ես այդ անունը, նրա մասին ես էլի խոսել եմ 3-րդ գրքում, երիտ թուրքերի կառավարության արտգործ նախարարներ ես։ Երիտ թուրքերի կառավարության։ Այսինքն Գաբրիել Նորատունկյանը գոնե
Ինչ էր անցել Համիդյան ջարդերից, մի 20 տարի էր անցել։ Նույն կերպ 1908 թվականին կարծեմ, երբ որ երի թուրքերը նոր սահման, այսինքն ոչ թե նոր սահմանադրություն, այլ ինը այսպես վերականգնեցին, հայերը սկսեցին ջարդել բանի դռները, մեջլիսի դռները, մենք էլ ենք ուզում ծառայել ձեր բանակում, Օսմանյան կայսրության, արդեն երի թուրքերի բանակում։ Երի թուրքերը հարցում են, ասում են, «Տղեկ, դուք հիշողության այդ խնդիր ունեք»։ Լավ, իրենք բան են, չէ, ասենք սուրբ բանակ է, դա, ասենք քրիստոնյաները չպետք է մտնեն այնտեղ իրանց համար դա մահմեդական է, բայց երի թուրքերը հարցնում են, ասում են, «Տղեկ, դու քան տարեկան ես, 18, 19, 20 տարեկան»։ Այսինքն առնվազն քո հորն ու մորը կամ քո պապուն ու տատուն Համիդը կոտրել է, ջարդել է, փշրել է, հիմա դու եկել ես ասում ես ես ուզում եմ ծառայել ձեր բանակում։ Հազարավոր հայեր գնացին մեջլիսի դռները ջարդեցին, բայց 1908 թվականին, երբ որ երի թուրքերն եկան կառավարության, արդեն ցուցակը կազմած էր արդեն։ Նրանք արդեն գիտեին ինչ պետք է անեն մի 6-7 տարի հետո, եւ ցուցակը արդեն նախապես կար այդ տարիների ընթացքում է ցուցակը անդադ համալրվում էր, այսինքն օրը որ գա, ով պիտի ջարդվի, ով պիտի ջարդի, ով պիտի եւ դու գիտես որ այդ ցեղասպանությունից հետո առնվազն միլիարդների պարտքեր փակեցին երի թուրքերը, արտաքին պարտքեր իրանց։ Նրանց հաշվին Ես չգիտեմ ու հաշվին, կոտորածների հաշվին ամենայն դեպս, կոտորածներից հետո փակեցին, այսինքն ինչքան կարողացան կորսել։ Հետո երի թուրքերը տանուլ տվեցին կառավարությունը, չէ։ Փախան, այսպես ասած, մեկն էլ եկավ Ստալինը բերեց պահեց բանում, Ուզբեկստանում, Բուխարայում Էնվեր Փաշան բերել էր պահում էր։ Ստալինի լիազոր ներկայացուցիչն էր Էնվերը։ Էնվերին վստահում էր Ստալինը ինչպես ոչ մեկին, բայց հետո Էնվերը սկսեց բասմաշներին այսպես վերբով կանել Ստալինի դեմ, Ստալինը հասկացավ, որ այս մարդը չէ, արդեն վերահսկողությունից դուրս է գալիս եւ հայերի ձեռքով իհարկե մենք բան ունենք Գեորգի Աղաբեկով ունենք, այսպես Գեորգի Աղաբեկովի օգնությամբ կազմակերպվեց, այնտեղ բլկումով սպանեց մի խոսքով, դրա մասին չի խոսքը։ Բայց երի թուրքերի կառավարությունը տանուլ տվեցին, եկավ Մուստաֆա Քեմալը։ Ասեցին, սա դեմոկրատ Թուրքիան արդեն, դեմոկրատիան, մենք ասում են դեմոկրատիա, սա դեմոկրատական Թուրքիան է։ Գլխակները փոխեցին։ Հա, որովհետև Մուստաֆա Քեմալ արդեն չէ, էսի չեղավ, էնի Համիդն էր, էսի երի թուրքերն էին, նոր էր, կոտորածները նոր էր, մի քանի տարի բաներ անցել։ Նորից մնացի, նորից արեցի, նորից այսպես բայց հանուն արդարության ես ուզում եմ այստեղ մի բան շեշտել անպայման Արթուր ջան, այդ 4-րդ գիրքը հավաքելիս կանանց մասին նրանցից շատերը հրաշալի գրողներ են եղել, հրաշալի գրողներ են եղել, նախ նրանց ստեղծագործությունները մեզ չեն հասել, չգիտես ինչու մեր գրքերում չկան, չգիտես ինչու մեր գրականություն գրքերում երբեք տեղ չկան, նրանց անունները անգամ չկան, դպրոցներում տեղյակ չեն, նրանց անունները ես խոսել եմ դպրոցներում մանկավարժներն անգամ չեն լսել, մանկավարժները երբեք չեն կարդացել նրանց գործերը, չգիտեն նրանց մասին, անունները չգիտեն անգամ կամ գիտեն կամ չգիտեն, բայց այդ 4 գիրքը հավաքելիս ես մի փաստի արժև էսպես կանգնեցի, որովհետև ինքս էլ միշտ մտածել եմ, ասել եմ, լավ, Համիդը ջարդեց, գնաց եկան երի թուրքերը ջարդեցին, եկավ Քեմալես հայրը նորից մնացին ամարտ։ Ինձ միշտ հետաքրքիր ինչի են մնացել։ Բայց այս մի քանի կանայք, շատ կանանցից մի քանիսը, որոնք տեղ գտան գրքում, որովհետև բոլորի մասին չէր լինի խոսել, հա։ Երբ որ ես կարդացի նրանց կենսագրականները եւ փորձեցի հավաքել ստանալ, այդ կամախքին չի համար են մնացել։ Ամուսինները նույնիսկ այդ բաժանվելու վտանգի տակ ասել են կբաժանվենք։ Նստի նավը, անգլիական նավեր, չգիտեմ, միսիոներական նավերը կանայք չեն գնացել։ Ամուսիններն ասեն դու գնում եք գնացեք։ Չեն գնացել, որովհետև հանի ազարավոր այդ որբերը Այս կանայք հայ առաքելական եկեղեցու հետ միասին, հայ առաքելական եկեղեցին այդ ջարդ ու խուդերի ժամանակ կազմակերպեց որբահավաք, հեսա որբահավաք է կոչվում, հա, որբերին հավաքեց, այս կանայք կամավոր գնացին այդ գործին եւ մնացին եւ ասեցին մենք ոչ միտեղ չենք գնա, այս երեխեքը կթրկանան, այս երեխեքին կամ կսպանեն կամ կթրկացնեն, ուր գնանք։ Վտանգը չէր անցել, վտանգը մնում էր, բայց մնացին եւ այդ երեխաներից շատերը դարձան զորավոր կերպարներ։ Այս պատճառներից մեկը, որ կանայք չգնացին, եւ գիտես, սա եթե մենք պատմությունն իմանայինք, եթե մենք ծանոթ լինեինք այս ամեն ինչին, եթե ինչ-որ ես ասում եմ, ես խոսում եմ սրա մասին, փորձեինք պրոպագանդել դպրոցներում, առնվազն դպրոցներում, ես չեմ ասում մտնել համալսարաններ, չգիտեմ ինչեր, հա, այս կանանց պետք էր հետ մահու հենց հիմա,
Հայաստանի ժողովուրդը ազգային հերոսների կոչումներ շնորհել։ Չգիտեմ կիսանդրիներ, չգիտեմ ֆիլմեր, չգիտեմ ինչ էլ պրոպագանդա, արդյոք պատերազմները բոլոր ժամանակներում պատերազմներում հաղթության առյուծի բաժինը մնացել է պրոպագանդայի ուսերին։ Ինչ բանակ էլ որ ունեն, այդ պրոպագանդայի հաշվին էր հաղթելու։ Հիմա մեր հարևանները զորավոր պրոպագանդա են անում։ Ոչ մի բանից այսպես հիմար բաները հավաքում են, կպցնում են իրար, պրոպագանդա են անում, նրանք ազգովի ծափ են տալիս, մենք փաստավավերագրություն հավաքում ենք, ասում ենք պարոնայք։ Ես ձեզ բացատրում եմ, որ 1939 թվականի հոկտեմբերին, օրինակ 1939 թվականի հոկտեմբեր, այսինքն Հիտլերն արդեն մտել էր Լեհաստան, երկրորդ աշխարհամարտը փաստացի սկսվել էր, Եվրոպան ավերակների մեջ, Չեխոսլովակիա, Ավստրիա արդեն գիտես ինչ օրի էին, մինչև Լեհաստան մտնել, այդ Սուդետների մարզը վերցրել էր, Ավստրիան վերցրել էր, ինչ ուզում անում էր, դեմ առնող չկար։ Անգլիացիները փորձում են Հիտլերին ուղղել դեպի ռուսների վրա, ռուսներն էլ փորձում են Հիտլերին ուղղել դեպի Եվրոպայի վրա, այսպես իրար վրա գցելով, երկուսն էլ պակտ էին ստորագրել, մեկը Մյունխենում, չէ՞, այդ բանի հետ Մուսոլինիի հետ, երբ որ բան այդ Չեմբերլենը գնաց ստորագրեց, հետո էլ Մոսկվայում Մոլոտովն ու Ռուբենտրոպը ստորագրեցին, մենք չենք հարձակվում իր վրա, բայց վերջում երկուսի վրա էլ հարձակվեց։ Հիմա 39 թվականի հոկտեմբերին Լենինգրադի օդանավականերից մեկից առավոտյան ժամը 8:45 րոպեին ժամով է գրված, արդյունք այս փաստերը։ Այս աղբյուրները ժամերով են գրված։ 8:45 րոպեին Լենինգրադի օդանավականից, չի շեշտում որ օդանավականն է, ռուսական B1 թե B2, չգիտեմ, ծանր ռմբակոծիչ է, այն ժամանակվա համար բավական ծանր ռմբակոծիչ։ Օդ է բարձրանում, այդպես էլ գրված է, կատարում է պայմանական մարտական առաջադրանքը, ժամանակը գրված չի, ասենք 10 րոպե թե 20 րոպե թե 40 րոպե, չգիտեմ, եւ բարեհաջող վայրեջք է կատարում առանց օդաչուի։ 39 թվականի հոկտեմբերն Լենինգրադում։ Օդաչուը թռել է։ Ստալինը կանգնած նայում է, Ստալինին ասում են, որ պատրաստ է, ինչ Ստալինը այսպես ասած հրամայել էր շուտ արեք, ասում են մեկը կարել է սա։ Ասում այդ մեկին ասեք, որ ինքը գլխով պիտի պատասխան տա, հենց ինքն էլ պիտի փորձարկի, ինքն էլ փորձարկում է, բերես մեն տալիս են այդ ինժեներին, ասում են դու ես այլ ասում, դե փորձարկի։ Ինքնաթիռը բարձրանա օդ, ինչ ուզենք, ոնց ուզենք անի, գա իշնի։ Եթե եղավ, շնորհակալություն քեզ, եթե չէ, գիտես ինչ եղավ, ընտանիք, ասք ու դա։ Եվ Բաքվից այս ինժեները, Չաչիկյան Ռուբենը, ստեղծում էր այդ ինքնակառավարվող համակարգը, որի միջոցով այդ ինքնաթիռը օդ բարձրացավ, կատարեց մարդ։ Այսինքն առաջին անօթաչուներ են թվերին։ 39 թվականում աշխարհում գնում է պատերազմը։ Հիմա անօթաչուների, եթե բանին նայենք, պատմությանը ես որևէ բան չեմ կարող պնդել, այսինքն ես չեմ կարող վստահորեն ասել, թե թվին արդեն ինչ-որ երկրում կար, թե չկար, չեմ կարող ասել։ Գերմանացիներ, ճապոնացիներ, չգիտեմ, ունեն թե չունեն, որտեղ գերմանացիները բավական զարգացած էին, ասենք, շատ զարգացած են, երրորդ ռեյխը ամեն ինչ օգտագործում են, բայց անօթաչուների մասին ոչ միտեղ գրված չի երրորդ ռեյխում, ես չգիտեմ։ Այն էլ մեծ ինքնաթիռ է, ոչ թե փոքր ինչ-որ խաղալիք էր, այսպես հանելով են կարսոնի թևերով, այսպես ուղղակի ծանր ռմբակոծիչ է, ծանր կործանիչ է։ Հետագայում ինչ եղավ, դա ինչի համար չարվեց, ինչ համար չարվեց, չգիտեմ, բայց եկավ 1941 թվական, Հիտլերը հարձակվեց, այդ պակտերը ամբողջովին ոչնչացան, Մյունխենյան այդ պայմանագիրն էլ հետ եղավ, Մոլոտով-Ռիբենտրոպն էլ հետ եղավ, եկավ ասավ պատերազմ ու նորից հենց առաջին օրերին Ստալինին զեկուցեցին, ասեցին պարոն Ստալին, առաջնագծում հայտնվել Ընկեր Ստալին։ Ընկեր Ստալին։ Ընկեր Վոժդ։ Ասեցին առաջնագծում հայտնվել են թնդանոթներ, որոնց արտադրությունը դուք 1 տարի առաջ դադարեցրել եք։ Եթե դադարեցնում էր արտադրությունը, նշանակում էր ամբողջովին ոչնչացնել։ Ստալինը բայց այդ զիսերը, հիմա եթե մենք այդ բաները նայում ենք, հին վավերագրական բաները կամ սովետական այդ ֆիլմերը, այդ զիս-2 այդ պուշկեքը որ կային, հետո պատերազմից հետո Ստալինը պիտի ինքը խոստովաներ, ասել գիտեք ինչ, այս անհնազանդ տողի շնորհիվ մենք առաջին օրերին հենց կարողացանք ֆաշիստներին զսպել, որովհետև Գորիսից ինչ որ Յոլյան համո
ԿԲ-ի ղեկավար որոշել էր, որ Ստալինն ով է, որ ասի մի արեք, ինքը արտադրում էր, ինքը ուղարկում էր, ինքը արտադրում էր, ինքը ուղարկում էր, այդ բաները պահել էր գծագրել, բայց Ստալինը նույնիսկ հենց այդքանից հետո ասեց, գիտեմ դու ինչ ես արել, բայց պատերազմական պայմաններում դու ուղղակի փրկեցիր մեզ, դրա համար քեզ տալիս եմ այս ԿԲ-ն, այս ԿԲ-ում դու կնստես ղեկավար, Յուլիան Համոն բավական երկար, նու չհասցրեց բավական երկար, որովհետև Ստալինից հետո նրան գեներալ-մայորից իջեցրեցին մինչև չգիտեմ ուր ուղեղի 3 կաթված ստացավ, այդպես էլ Խրուշչովը ստորացրեց, այսպես կոպիտ ասած, հա, բայց այն ԿԲ-ն, որը հիմնեց, որը ղեկավարեց Յուլիան Համոն, գործում է մինչև այսօր, եւ Յուլիան Համոյի հիմնած ԿԲ-ն այսօր արտադրում է բացատրենք դա կոնստրուկտորական ջուրն, այսօր արտադրում է այս 3 հավներ, այս 4 հավները, տեսա. Սա չի նշանակում, որ սա Յուլիան Համոն է արտադրում, չէ՞։ Սա չի նշանակում, որ ասենք ինքն էր դրել։ Ինքն է դրել։ Բայց հիմա եկեք հետ գնանք այս 3 հավներին, 4 հավներին, մեկ էլ գնանք այդ ռուսական այդ համաշխարհային հռչակ ունեցող Վերբա եւ Իսկանդեր համակարգերին, հա, այսպես որ Վերբաները, Իսկանդերները։ Մենք կարծեմ սրա մասին խոսել ենք, բայց ես հիմա նորից կասեմ, այդ զորությունը ինչպես դուք տվեցիք բոլորին, լավ, ենթագիտակցորեն ասում են սովետական միությունը մեր բոլորիս հայրենիքն է, հա, մոյ ադրես не домини улица, мой адрес Советский Союз։ Ուրեմն 70-ական թվականներին սովետական միությունում հայտնվեցին ու 60-ականներում դեռևս հայտնվեցին հակատանկային առաջին համակարգերը, հակատանկային արկակարտիրային, այսպես ամերիկացիները դեռևս չունեին նման համակարգեր։ Այդ դու գիտես այդ սպառազինությունների մրցավազք այդ սառը պատերազմի տարիներին ինչպես էր, հա, 3 ֆրոնտով, ծովում, ցամաքում եւ տիեզերքում, հա, աշխատում են հնարավորինս շուտ հասնել այնտեղ։ Հայտնվեցին տոճկաները, տոճկա ու շմել, իգլա։ Այս ամեն ինչը միջև այսօր արդիական է, գիտես։ Իմ ասենք որևէ զինվորականի հետ մենք որ խոսենք, բոլորն էլ գիտեն ինչի մասին ենք խոսում, իգլա, շմելա, տոճկա ու հետո եկավ հասավ այս ինժեների գագաթնակետը, մտքի գագաթնակետը եղավ ՕԿ համակարգը։ Մինչև այսօր աշխարհի ստրատեգները, աշխարհի զինագործները շատ երկրներից սա փաստերով եմ ասում, ես սա չեմ օրինում։ Գրված է, ասում են, որ այդ ՕԿ համակարգը մինչ օրս մնում է չգերազանցված։ Չգերազանցված։ Բայց 84 թվականին էր, որ Ռեյգանն ու Գորբաչովը ստորագրեցին այդ սպառազինությունների կրճատումը։ Թվերին էլի։ Թվերին, վերջի տարիներն էր արդեն, հա։ Ու Ռեյգանի խնդրանքով Գորբաչովը այդ ՕԿ համակարգը գցեց կրճատման տակ։ Այս խշմարտը տանը նստած ուղղակի այսպես թերթը կարդալուց ոնց որ մեր դասականներ ասում էր մամուլից տեղեկացա որ Արցախը տվել են։ Այսպես այդ մարդը մամուլից տեղեկացա որ այդ ՕԿ համակարգը տվել են արդեն գցել են բանի տակ։ Բայց այս մարդը ռուսական այդ բաներին սովետական ասենք զինված ուժերին տվեց այդ հսկայական համակարգերը Տեր Ստեփանյան Անդրանիկ։ Հիմա նույնիսկ գրենք Անդրանիկ Տեր Ստեփանյան, ChatGPT-ին հարցնենք ով Անդրանիկ Տեր Ստեփանյանը, մեր միջի ամենախելացի տղան դու ես։ Մի դու այնքան բան գիտես, մենք չգիտենք, մի ասա տեսնենք հետո բա։ Ես չգիտեմ, այդ մարդն կարող է Չարբախից է կամ չգիտեմ որտեղից է ասեն, կամ չգիտեմ։ Այս անունները ոչինչ չեն ասում է ժողովրդին։ Ու երբ որ սկսում ես խոսել այս անունների մասին, գալիս ես հասնում ես միտեղ, որտեղ ռուսական աղբյուրները ռուսել են տառերով, գրում են ժամանակակից Իսկանդեր եւ Վերբա համակարգերը հավաքվել են Անդրանիկ Տեր Ստեփանյանի նախագծերի հիմքի վրա։ Այսինքն այս մարդը ժամանակին որ ստեղծել այս ամեն ինչը իգլաշմելա տոճկա ու չգիտեմ այդ ՕԿ այդ դրանց հիմքերի վրա այսպես զարգացնելով մարդիկ եկել են ռուս ինժեներների իհարկե ռուսկե հայերը ստեղծել են ասեք Իսկանդերները, Վերբաները, բայց Անդրանիկ Տեր Ստեփանյանի նախագծերի հիմքի վրա ոնց որ սովետական միությունում ատոմային ռումբեր ասենք հավաքեցին, բայց Օպենհայմերի նախագծերի հիմքի վրա, չէ՞, ասենք չէին հասկանում ինչպես։ Որը հաջողացրել էր մեր մեծ ուրիշ հայ, ինչքան գիտեմ։ Սա էլ է շատ Հովակիմյան, եթե չեմ սխալվում։ Սա էլ է շատ մեծ մանիպուլյացիաներ կան այստեղ, Արթուր ջան, հա, որովհետև մանիպուլյացիա, այսինքն ես հիմա ասեմ ինչու նա խոսքը Հայկ Հովակիմյանը գեներալ-մայոր անվտանգության իրոք ուսանողի քողի տակ կարողացավ մտնել Մանհետանյան նախագիծ, սա փաստ է։ Մի բան որին որ չգիտեմ քչերին էր շատ
հաջողվել, որտեղ Մանեթենյան նախագիծը համարվում էր ամենայնպես գաղտնի նախագծերից մեկը, բայց Հայկ Հովհակիմյանը կարողացավ մտնել։ Հետո Հայկ Հովհակիմյանի հիշողություններում կարդում ենք, ասում է ամենազարմանալի բանը, որ ես ինձ հետ պիտի կատարվեր, ասում ես երբեք չէի սպասում, երբ որ առաջին անգամ Լոս Ալամոսում բացվեց առաջին դուռը, եւ ես հասկացա, որ ես Մանեթենյան նախագծում եմ, ասում եմ, առաջին դուռը, ասում եմ, մի բան, որ ես երբեք չէի սպասում։ Դուռը բացեցի, ասում եմ, 3 հոգի հայերեն են խոսում։ Լոս Ալամոսում ինքը սովետի ռազմավարիչներ եկել են մտել Լոս Ալամոս, ասում են դուռը բացեցի տեսնեմ այնտեղ 3 հոգի հայերեն է խոսում։ Հիմա ասում են միմիկաները, դե KGB-ի, ասենք, սպայ, ոնց պիտի կարողանար այդ միմիկաները զսպել, ասենք, որ անուշադրության տար, որ ասենք ես այս լեզուն չեմ ճանաչում։ Ես հայ չեմ։ Բալամ հասկացանք այնտեղից եկել, ասում են, թե տեսեք որտեղից եմ եկել, ասել, իմիջիալոց զրույցը եղել է Հայկ Հովհակիմյանի, Արամ Խաչատրյանի եւ Տիգրան Պետրոսյանի միջև նրանք մտերիմներ էին, էլ ասենք։ Բայց որտեղ էր մանիպուլյացիան, որ 45 թվականին, երբ որ Թրումենը որոշեց բանից հետո, Ռուզվելտից հետո որոշեց ամեն դեպքում, նո Ռուզվելտը չտեսավ ատոմային ռումբը, հա, դեռևս պատրաստ չէր, մի երկու ամիս չհերիքեց։ Յալտայի կոնֆերանսից հետո մահացավ, հետո արդեն Պոցդամում Թրումենը փոխեց, հա, Չերչիլը չվերընտրվեց, զարմանալի է, որ հաղթանակած Անգլիայում, ասենք, վարչապետ չընտրեցին հաղթած մարդուն, հա, Չերչիլն ասին չէ, դու գնային կողմ հանգստացի, ուրիշ մեկին ընտրեցին։ Այդտեղ Պոցդամում, երբ որ Թրումենը Ստալինին ասաց, մեր փոքրիկն արդեն շարժվում է, այսպես ոտիկները, թևիկները, հա, Մալիշը ինչպես կոչում են առաջին ատոմային ռումբին, մի խոսքով, երբ որ գցեցին Հիրոսիմայի Նագասակի վրա, սա էլ է փաստը։ Օպենհայմերն այստեղ իհարկե ռուսերեն թարգմանությունն են, ասում է «Միզել или работу дьявола»։ Օպենհայմերը ասում է «Ինչ արեցինք»։ 250,000 ճապոնացիների, ամերիկացիների ուղղակի վառեցին, այսպես երեխական են։ Դաժան ձևերով։ Ու երբ որ այս ամեն ինչը տեսնում Օպենհայմերը որոշում է, որ եթե սովետական միությունը արագ կարողանա ատոմային ռումբ ունենալ, ամենի այդ ագրեսիվ պահվածքը կզսպվի, հա։ Եվ ամեն ինչ անում է իմիջիալոց այդ որ գալիս է հասնում է մինչև Կրեմլ, հետո Արզամաս 16, հետո արդեն Քոչարյան Սամվել, հետո արդեն Կիրակոս Մետաքսյան, Ալիխանյաններ, Կնոնյանց, չգիտեմ, այսպես եթե բոլորին այսպես անուններով տանք, հայերը որ այսպես մեծ դեր ունեն, այս ամեն ինչի նախաձեռնողը եղել է հենց Օպենհայմերը։ Եվ այս ամեն ինչը նախատեսված էր Խարիտոնի համար։ Ռուսական ատոմային ծրագիրը ղեկավարում են երկու հրեաներ, Խարիտոնը եւ Զելդովիչը։ Խարիտոնն ու Օպենհայմերը ժամանակին սովորել էին Օքսֆորդում, ինչը քիչ հավանական էր, որ սովետական միությունից ինչ-որ ուսանող ասել Օքսֆորդում սովորելու, ու երբ որ այդ Ճապոնիայից հետո Օպենհայմերը որոշում է, ասում է մի կերպ էս ամեն ինչ, այդտեղ արդեն Ռոզենբերգ զույգերն են օգտագործում, հա, դա մենք վերագրում ենք Հայկ Հովհակիմյանին, թեև ոչ թե վերագրում ենք, այլ Հայկ Հովհակիմյանն էր այդ մարդկանց գաղտնագրել։ Հայկ Հովհակիմյանի դերը ոչ ոք չի կարող նվազեցնել, որովհետև այդ մարդը իրոք այդ ամեն ինչը արեց, բայց նախաձեռնողը Օպենհայմերն էր, հա, որովհետև անմիջապես Չերչիլի բանից հետո, երբ որ Չերչիլին չընտրեցին, ԱՄՆ-ում 46 թվականին ստեղծվեց ՑՌՈ-ն, կարծեմ թե 47-ին ՑՌ-ն չկար։ Այսպես այդ անվտանգության մարմինները ծվրված այսպես ինչ-որ փոքրիկ մասնիկներ էին, սովետական կակիբեն Ձերժինսկու ժամանակներից գալիս էր, ԱՄՆ-ը այդպես կոորդինացված ոչ մի բան չուներ, Թրումենը ստեղծեց ՑՌ-ն։ Տեսեք ՑՌ-ն ուր հասավ, հա։ Այդ ժամանակ Պենտագոնում մշակում են 25 թե 30, չեմ կարող ճիշտ նշել, սովետական մեծ քաղաքների ատոմային ռմբահարումը։ Այդ պլանը կա, այդ նախագիծը կա։ Այսինքն Թրումենը որոշել էր հաջորդ 25-30 ատոմային ռումբները պիտի գան սովետական միության գլխին ու Օպենհայմերն ասում է ինչ է կանում այս մոնդորակը միանգամից 4 թուղթ կանեք։ Հետո գալիս է Խրուշովը արդեն Կիրակոս Մետաքսյանին, այսպես Կիրիլ Շոլկին, եթե կարելի է այսպես ասել, հա, որ համարվում էր ռուսական ատոմային ծրագրի կնքահայրը, սա Բերիայի ներկայությամբ էս ամեն ինչը եղել է, ամեն ինչը եղել է Կուրչատովի ներկայությամբ, հա։ Սա եղել է Կուրչատովի եւ Բերիայի զրույցը, որ այս մարդը ատոմային ռումբերի կնքահայրն է, ինչի համար, որովհետեւ բոլոր փորձարկումները վստահված էր այս մարդուն առաջին 3 ռումբերի։ Հետո Խրուշովն ասում է, քիչ է ինձ, ամերիկացիները
մի քիչ առաջ են մեզնից, ես բան եմ ուզում Ցար բոմբա, հիշում ես, չէ՞ այդ։ Հա, կինո երկը դրա մասին ֆիլմ կա։ Այստեղ էլ Մետաքսյանն է հրաժարվում, այնտեղ էլ Օպենհայմերն է հրաժարվում։ Ասում են դուք իսկ ինչ եք անում։ Մի հատ էս ատոմային ռումբը տեսեք ինչ արեց, ու մեկ էլ պատկերացրեք ձեր նեյտրոնների ջրածնային, հիմա տեսեք ինչի մասին է խոսքը։ Երկուսն էլ հրաժարվում են, թեև առանց Մետաքսյանի էլ է սա անում, հա, բայց Խրուշչովը Մետաքսյանին հրաստում է, դնում են տունը, դուրը փակում են, այն ասում են հանգիստ Աֆրիկա համար 120, 130 կամ 140, չգիտեմ, կամ 200 ռուբլի կարևոր չի, ինչքան թոշակ է նշանակում Կիրակոս Մետաքսյանին, եւ որպես բարի կամքի դրսեւորում Խրուշչովը այսպես Կիրակոս Մետաքսյանին զսպելու համար նրա մոտ է ու տուն է ուղարկում Անաստաս Միկոյանին։ Ասում Անաստաս գնա այդ մարդու հետ խոսա, ասա մի քիչ քեզ նորմալ պայ, հանգիստ պայ, անունը չտաս, ոչ միտեղ չխոսես, դե գախնագրված մարդ էր այդ մարդը, հա։ Ուրեմն Անաստաս Միկոյանը սեփական որոշմամբ, եթե Խրուշչովը 300 ռուբլի թոշակ էր նշանակել Կիրակոս Մետաքսյանին, Անաստաս Միկոյանը այլ է կիսում էջտեղից։ Ինչի։ Ասում ես էլ է քեզ շատ։ Այս 150 ռուբլին օրինակի մար եմ ասում, մոտավորակում եմ ասում, չգիտեմ, կամ 50 փոխանակ ավելացնել է այդ կողմից։ Էդ էլ է մեջտեղից կիսում, ասում այսքանը պահում ենք պետության, էսի տալիս ենք քեզ, էսի վերջ գնալ է։ Այդ մարդը ուղեղի կաթված, տենց էլ մահանում է, մեռնելուց հետո մտնում են տուն ամենը հավաքում են սոցիալիստական աշխատանքի երակի հերոս, չգիտեմ ինչ, բոլորին դնում են այսպես գախնագրում են, հա, պատգրիֆը совершенно секретно, այս մարդկանց անունները չտալ, այսպես չանել, ասեն գալիս են մինչև 79, 90-91 սովետական միության քանդվելուց հետո կամած սկսում են խոսել, որ չգիտեմ 41, 42, 43 թվականներ, նույնիսկ 40 թվականի սկզբին Ալժիրում ինչ-որ մի հայ, գիտենք, որ սովետական հետախույզ մականունը Ֆորդ էին ասում, այս մարդուն, բայց Ֆորդ ասում են ամենամտերիմ մարդիկ։ Այսինքն եթե մեկը նրան դիմում էր Ֆորդով, ասում հասկանում ենք, որ արդեն ամենանեղ շրջապատից է, եթե չէ չեկիստ օվալով, գիտեն, որ օվալովն է այս մարդը, ասում են օվալովն է այս մարդը։ Ուրեմն, երբ որ պիտի գերմանացիները մտնեին Պարսկաստան, չէ՞, 40 թվականին Անգլիան ու Սովետական միությունը օկուպացրեցին Պարսկաստանը, որ գերմանացիները չկարողանան օգտվել այդ տարածքից։ Այս մարդն այնտեղ էր։ 41, 42, 43 թվական Ստալինգրադի ճակատամարտից հետո արդեն Ֆրանսիայի դերը խիստ նվազեց, այստեղ Չերչիլն էր ուղղակի բարձր պահում Ֆրանսիայի դերը, ֆրանսիացիները շուտ հանձնվել էին, կապիտուլյացիա, չգիտեմ ինչ, այսպես այնտեղ մարշալ Պետան ունեին, որ գնացել էր Հիտլերի հետ համագործակցության, նույնիսկ Ֆրանսուଆ Մետերանն ժամանակին եղել Վիշի կառավարության անդամ ա եղել այդ մարդը, Հիտլերի հետ աշխատել էր, հետո դարձավ երկրի պրեզիդենտ, ու նորից հայտնվում է այս մարդը ու մի աղջկա պատմություն եմ ես կարդում, այդ պատմությունը նորից դրել էի սոցիալական ցանցերում փորձելու համար մեր ժողովրդի ասենք ոնց են ընդունում, ոնց են նայում այս ամեն ինչին ու փորձելով ուղղություն տալ, թե ինչի համար է ամեն ինչը արվում։ Այս աղջկա հիշողությունից ասում եմ, ես 20 տարեկան երեխա հիշում եմ, որ ինքը մեր տան մեջ բացարձակ հեղինակություն էր, ոչ մեկ չգիտեր նրա իսկական անունը, ոչ մեկ չգիտեր։ Ասում հայրիկս նրան անդադ օվալով էր ասում, հետո մեկում մեջ այսպես հանկարծ որ գցում էր, ասենք Ֆորդ էր ասում, ինքն էլ էր ասում ձգվում, որովհետև հասկանում էր, որ ինքը դեռ չի վաստակել Ֆորդով դիմելու այս մարդուն, հա, ասում է չգիտենք ինքը ով է։ Ինքը ուղղակի գալիս էր գնում էր, բայց ասում ինքը որ մտնում էր մեր տունը ձգվում էր, այսպես նստում ենք, հեղինակություն էր, փոքր քույրը Դաունի սինդրոմով հիվանդ էր, ասում եմ մի բառ էր կարողանում ասել, հայրիկ, ուրիշ բան չէր կարողանում ասել եւ որևէ մեկը չէր մոտ գնում նրան։ Ասում Օվալովը միակ մարդն էր, որ կարողանում էր քրոջից գրկել ու հետը խոսել, թեև չէր պատասխանում էլի։ Ասում եմ շատ տարիներ անց 80-90-ական թվականին, իսկ ինքն արդեն մեծ կին, այս աղջիկը երբեմն երիտասարդ աղջիկը հայրը արդեն չկա, հա։ Ասում եմ սովետական միության քանդվելուց հետո այդ մարդուն նկար առաջին անգամ տեսա մամուլում։ Ասում ես կուզենայի գորայ պապ, Քերի Ֆորդը, բայց պապան չկար արդեն։ Ասում եմ այդ մարդը մեր տան մեջ այնքան հեղինակություն էր, որ պապան մի օր ասեց դուք ոնց որ մոռանում եք, հա, որ ես եմ ձեր ընտանիքի հայրը, ոչ թե ինքը։ Այս կարգի արդեն խանդի զգացողություն էր, խոսքը Շարլ դե Գոլի աղջկա մասին է։ Եվ խոսքը մեր, այսպես ասած,
հետախուզի մասին, որի մասին արևմտյան այսպես հետախուզություններ, ամբողջ աշխարհի հետախուզություններ, ասում են սովետական միությանը փլուզումից այսպես փրկում է միայն մի մարդ, Կրեմլի գաղտնիքների տիրակալը։ Խոսքը Իվան Աղյանցի մասին է, չեկիստորիա։ Իրա մասին շատ եմ լսել եւ լեգենդ կա էլի ասել։ Իրա մասին այսպես ասում են, սովետական հետախուզության լեգենդ է։ Բայց սովետական միությունը դա ամեն ինչը փակել էր, հա, հետո մենք եկանք 90-91 թվական, մենք անկախացանք, գոնե ֆորմալ, մենք չէինք հասկանում, մենք գիտենք այդ անկախությունը այդ A4 ֆորմատի թուղթներ, որ կարդացինք, այդքանով անկախացանք։ Վերջ առավոտ է, դու արթնացանք անկախ ենք։ Այսինքն ոնց ենք անկախ, Կրեմլը չկա, մեզ ոչ մեկ չի միջամտելու, այ բոլա, մեզ ինչ էր, ես սա մնաց մեզ։ Պատկերացնում ես, որ անկախ երկիրը առավոտյան արթնացել ենք, մենք անկախ ենք Եվ մեզ մնացել է սովետական միությունից մի օժիտ, որը որևէ հարց կերազեր ունենալ, ասենք ես չգիտեմ, արաբական որևէ շեխ չէր կարող այդպեսի օժիտ տալ իր աղջկան, հա։ Այն գործարանները, այն ամեն ինչով կահավորված, մենք արդեն պատերազմի մեջ էինք արդեն։ Մենք արդեն կորուստներ ունեինք, մենք արդեն լուրջ խնդիրներ ունեինք, մենք մեկ ռուսների դեմ էինք կռվում, մեկ ադրբեջանցիների դեմ, մեկ երկուսի հետ սկզբի ժամանակ հետո չեչեների դեմ էինք կռվում, չեչեները գալիս էին վարձուկ կռվում էին, հա, այնտեղ։ Մենք չգիտեինք ինչ անենք, այդ ամեն ինչ հանկարծ մնաց մեզ։ Նյութենական լավագույն վարպետները առանց կասկածի միշտ եղել են հայ վարպետները, չգիտեմ, տոկարները, սլեսարները, այսինքն այդ ամեն ինչը մնաց մեզ, վարպետները մնացին, մեր հանքերը այլևս չեն թալանվելու, մեր հանքերում ամեն ինչ կա, գործարանները կան, սովետական միությունը չկա, այդ չգիտեմ, այդ հաստոսներով ինչ ասես կարտադրվել է, այդ ամեն ինչը մնաց մեզ, մենք էլ պատերազմի մեջ։ Այսինքն այդպիսի նվեր մենք էլ անկախ ու հանկարծ մի տարի հետո ոչ գործարան կա, ոչ հաստոց կա, բանվորներն էլ արդեն գնացել են Ռուսաստաններում աշխատանք գտնելու, հանքերը չկա, չգիտենք ումնա, բացարձակ տեղեկություն չունենք ումնա, ինչ եղավ, ոնց եղավ, պատերազմը շարունակվեց, զոհերը շարունակվեցին, եկավ 10-20-30 տարի անց հարցումշան մենք էլ տեսանք արդեն են գերագույն գլխավոր դարպասը վերցեցին, գնացին մենք էլ ասեցինք դե այդպես էլ պիտի լիներ էլի։ Ու այլն քեզ հետ իհարկե շատ հետաքրքիր անվերջ կարելի է խոսել, հիմա եզրափակենք մի քանի րոպեում։ Գիտես հետագա զրույցների ակնկալիքով։ Դու երբ որ լույս ես տալիս, հա, այսպես եթե մի քիչ ալեգորիկ իմաստով ասենք, դու պիտի հասկանաս, որ քո լույսից ես տալիս։ Դու եթե որոշում ես հարևաններիդ լուսավորել քո ունեցածից, դու անսպառ աղբյուր չես, դու պիտի հասկանաս, որ քո տան լույսն ես բաժանում այդ ժողովրդին։ Եթե դու կամով այդ լույսը բաժանում ես այդ ժողովրդին, ուրեմն ինչ ես բողոքում, որ դու մնացել ես խավարի մեջ։ Այստեղ որևէ անհատ, նույնիսկ իշխանության մակարդակով կամ այնտեղ, նույն հավաքական կերպարի մեջ են մտնում։ Ամեն հազարամյակները որպես բաժանենք տարիների կամ օրերի կամ նույնիսկ ժամերի, մենք անընդհատ տվել ենք մեր թշնամիներին, տվել ենք պետք էր, պետք չէր, չգիտեմ, Սինգապուր, Հոնկոնգ, չգիտեմ, Չինաստան, չգիտեմ, Մեքսիկա, չգիտեմ, երբ որ կարդացի այդ մարդու մասին, հա, Մեքսիկայի ազգային ազատագրական պայքարերով սպես ուղղակի գլխուսբրներն ասում, այ Բոլոն ջան, ախր, այ սիրելի Ջակոմո, Դա մի կողմ էլի, որ ասենք այն թափցի Հակոբը դարձել էր Ջակոմո, էլի ասենք, դու այն թափից ոնց էի գնացել, հասել Մեքսիկա, դարձել գեներալ։ Մի հատ էլ գնացել էր Պանչո վիլայի զորքերի դեմ թրով, սրոցնս կռվում էր, ասում էր, այն դեր այն թափն ու Մեքսիկան ու դու դուր էի գնացել։ Սիրելի Գորգին խան, այդ որ դու 8 ամիս ասենք Հնդկաստանում բանկ, սիրելի Եփրեմ խանն, այն որ դու հել էր Պարսկաստանում հեղափոխություններ անում, այդ խաներով այդպես որ նայենք, էլի։ Որ նայենք ԱՄՆ-ի զինված ուժերի կազմում, հա, մենք ասենք, չգիտեմ, այսպես ռուսական, ցարական Ռուսաստան, սովետական միություն, հիմա ժամանակակից ՌԴ-ն, ասենք, որ նայենք, հա, հիմա ժամանակակից Ռոլան Մարտիրոսով, Յոսիֆ Հակոբյան, չգիտեմ ինչ, կամ Պողոսովը, որ Սուխոյի գործանի տնօրեններ երկար ժամանակ, հա, մի քանի տարիներ առաջ։ Այս ամեն ինչը նայում ես, հետո գալիս ես հետ, նայում ես 91 թվականից մինչև 2020 թվականը Հայաստանի Հանրապետության ողջ այսպես ասած, մեր սխալ պահվածքի, սխալ կրթական համակարգի, սխալ դաստիարակության, գենետիկ սխալ այսպես ինֆորմացիայի փոխանցման արդյունքում այդ ամեն ինչի բարդությունը դրվեց 18 տարեկան երեխեքի վրա, ասեցին դուք երթում եք տվել,
գնացեք առաջնագիծ 20-30 հազար քան 91 թվականից մինչև 2020 թվական, ասենք, եթե մենք բաներով նայենք, երկրաշարժն էլ եթե մեջ վերցնենք, 20-30 հազար զոհեր տվեցին այս մարդին։ Իսկ վերջում ուղղակի գերագույն գլխավոր դրպասը վերցեցին, ապա մոնտաժեցին, գնացին, ասին դե մենք չէինք կարող։ Բա որ բացատրում ես, ասում ես, բա ձեր Գորգին խանա, ձեր Եփրեմ խանա, ձեր Ջակոմոն, ձերենի, այդ ինչի ուրիշի համար գնացի գեներալներ դարձակ։ Ձեր սեփական տան ընկերներ 18 տարեկաների խեքից ուղարկեցիք առաջնակից։ Այդ ինչի ուրիշի համար ատոմային ռումբի նախագիծը նորմալ էր, նրա համար ասենք, չգիտեմ, ինչ էր ասես չէ կարող։ Դու ԱՄՆ-ի համար չէ, Հայկ Հովհաննիսյանն ասում է, հայ բանա մտել եմ ատոմային նախագիծ ուրախացել են, որ վերջապես Լուս Սալամոսի առաջի դուրը բացում եք լայրեն են խոսում։ Մտածում ես, ասում ես, այ բան, այստեղ ինչ եք անում։ Երբ որ Ելիզավետա Շահ Խաթունին Անտոնովի առաջիկինը, հա, այստեղ սովետական միությունում հաշվարկում էր այդ ծանր բաների ինքնաթիռների, ասենք, այդ Պասատկեքի նույն կերպ ամենում, ասենք, 25 տարեկան աղջիկը Աննա Կազանջյանը հաշվարկում էր NASA-ի հրթիռակիրների այդ բաները, հա։ NASA-ներն էլ հրթիռներն ուներ, հրթիռակիրները չէին կարողանում ոտ բարձրացնել, դրանց համար լուրջ հաշվարկներ էին պետք։ Այդ ամեն ինչը դնում ես այնտեղ, հետո գալիս ես ներս, ասում ես, պարոնայք, եթե ամեն ինչի գոնե մի տոկոսը կարողանայիք պահել ստեղ կամ հիմա կարողանաք պահել, հիմա արդյուն ես 3 չառաջ օրը 3 հոգու հետ եմ հանդիպել։ 3 հոգու հետ հանդիպել եմ սովորական մի սենյակում։ Այդ 3 հոգու համար աշխարհը ցել է ակցում արդյուն։ Այդ 3 հոգին որ պահին մտնեն Լոնդոն կամ մտնեն Հռոմ կամ մտնեն, չգիտեմ, Տոկիո կամ մտնեն ամեն այդ մարդկանց հետ, բայց այդ մարդիկ տաքսիներով պատտվում են, որովհետև ասենք 15-20 օրով եկել են ինչ-որ սիմպոզիում է, ինչ դիմավոր է, նույնիսկ չգիտեն ով է։ Նույնիսկ դեմքով չեն ճանաչում։ Սերիալից մի ախմախ դերասան ամենայն հարգանքով, հա, բոլորի մասին չի խոսք, ասենք, մի ցինիկ մի անկապ մի դեմքի, ասենք, փողոցում տնանք վազեն հետը նկարվելու, բայց այս մարդկանց ոչ մեկ չի ճանաչում։ Այվանամ ասում, այս մարդը պրոֆեսոր է, այս մարդը լուրջ ֆիզիկոս է, այս մարդը լուրջ մաթեմատիկոս է, այս մարդը վերջապես չգիտեմ, ոչ մեկը չի ճանաչում։ Ինչքան կարելի է տալ, Արծրուն ջան, ինչքան կարելի է տնից այդ լույսը տանել, հետո երբ որ գաս մտնես խավարի մեջ, են քո են մնացած են 5-6 երեխեքին, որ 5-6 երեխա էս ընդամենը մնացել, հանես 18 տարեկան, ասես էլի գնացեք, բանը, տանդեմը կանգնեք այսպես, մեզ ոչ մեկ բան չասի, միջև տեսնենք ինչ ալինում, միջև մենք էլի շարունակենք, իսկ տան ներսում մնացածներ են, գյումրեցված պազիգամ ժողովուրդ են մնացել, իրար ծեծեն, իրար ջարդեն, դու պատկերացնում ես պազիգամ ժողովրդի մեջ 110-120 կուսակցություն։ Եզրափակելով մեր հաղորդումը ես քեզ զանից խորապես շնորհակալ եմ։ Ինձ անհանգստացնում է մտահոգում է այդ քո ասածը, որ նայում ես քո ազգը տալիս է ունի տաղանդներ, հանճարեր ամենտեղ, բայց մենք մեր սեփական համակարգը չենք կարողանում սարքել, որ այդ մարդը իմանա հալը Ռուսաստանում, բայց հայկական համակարգն էլ կա, հայկականի համար էլ սա չկա այդ համակարգը, հիմա մեր խնդիրը դա սարքելն է, դա պետք է սարքենք, հատկապես հիմա այս խառնակվող աշխարհում։ Շնորհակալ եմ քեզ, Էդվարդ Մանբելյան, միշտ հանդիպում, հարգելի Վերելքի լսարան։